Մենք վերադարձանք եւ արդեն ժամանակն է, որ մեզ միանա վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Չգիտեմ, դու լսում ես մեր դենիմի խոսակցությունը Արմեն, բայց ասեմ, որ Ադրիանո Գոլդսմիթն է մահացել, հայտնի դիզայներ դենիմի։ Ցավակցում ենք ամբողջ սրտով եւ մենք այս ընթացքում մի բան պարզեցինք, որ դենիմը ուրեմն նյութն է, կտորը, այո, կտորը, որից պատրաստում են ջինս, բայց ամբողջ դենիմներն են ջինս։ Որ ջինս են, այո, բայց այդ մատերիալից պատրաստված ջինսը կոչվում է դենիմ։ Լավ։ Էս էլ արագ վերլուծեցինք։ Լուրջ թեմա է։ Google-ի դարում ենք ապրում։ Այո։ Եվ իհարկե ուրեմն մի հարց եմ տալու, որին խնդրում եմ արագ կարճ պատասխան տաս եւ հետո երկար, ասենք քո ոճով, էլի։ Հիմա մենք ունենք հրադադար Իրան-Իսրայել Միացյալ Նահանգներ պատերազմից թե չունենք ռեալ հրադադար։ Այո, այս պահին ոնց որ թե ունենք, բայց այնպես չի, որ դա անպայման է, որ տանի խաղաղության եւ անպայման չի, որ երկու շաբաթ հետո կամ ավելի շուտ չի վերսկսվելու։ Սա կարճ պատասխանը, որտեղ շատ փխրուն է, որտեղ արդեն հիմա իրադարձություններ կան, որոնք արդեն այսպես էլ դեռ մի քանի ժամ չանցած արդեն Իրանը բողոքում է Իսրայելից, Իսրայելը ասում է ես կապ չունեմ այդ ամեն ինչի հետ, դուք մենք այնտեղ Իրանի թեմաներ չենք անում, մենք Լիբանանում մեր գործը պետք է անենք։ Եվ դեմոնստրատիվ Իսրայելը այսօր, քանի որ ազատվել են ուժերը, ել ինքը Իրանում չի օգտագործում ուժերը։ Երկու շաբաթ հանգիստ ունի։ Ինքը ամբողջ այսօր զայրույթը նետեց Հեզբալլահի վրա։ Ուրեմն դա սարսափելի մեծ ռմբակոծություն ինչքան հասկացա 10 րոպեում 100-160 թիրախ են ոչնչացրել 10 րոպեն պատկասմիկ ինչ եմ ասում եւ Բեյրութի կենտրոնում ես եւ այո եւ այնտեղ ես տեսա որոշ կադրեր ընդ որում այնտեղ Բեյրութն էլ որքան հասկանում այնտեղ իրանց գրասենյակներն են այդ Հեզբալլահի եւ այլն ուրեմն մի մասում Բեյրութի իրանք են հաստատված կոնկրետ Բեյրութի այն հատվածն են ռմբակոծում որտեղ Հեզբալլահն են իրանց կողմնակիցներն իրանց գրասենյակներն եւ այլն Եվ ըստ էության Իրանը կարծես թե արդեն հիստերիայի մեջ է, բայց պայմանագիրը սա էլ այդ մասին խոսում, տեսեք 10 կետի մասին։ Ընդհանրապես առնվազն ինչեւ 10 կետին հասնելը, այս հրադադարի պայմանագրի մեջ նշվում է Բեյրութի մասին, Լիբանանի չի նշվում։ Տեսեք, այստեղ էլ նորից եմ ասում, մենք գործ ունենք Դոնալդ Թրամփի հետ։ Մարդ ոչ թե օրենքի կամ պայմանագրի տրամաբանության Ճշգրիտ, այսինքն ուրեմն պարզ չի իրականում Իրանի 10 կետից ինչ որ բան պատրաստում եք երեք այն օրը գրել էր որ Իրանի ներկայացրած 10 կետերն էլ աշխատանքային են, կարելի է վրեն աշխատել։ Այսօր Քարլին Լևիթը ասեց նախագահ Թրամփը նետելա դեն ընդհանրապես այդ 10 կետ ինչ 10 կետ հասկանու՞մ է պայման դնում, հա, այս տարբերակը։ Այսինքն դուրս եմ ասում, այս իրավիճակում նայեք ինձ ուղղակի զավեշտ է թվում, երեք նայում եմ հայկական դաշտը, արդեն դե գիտեք այդ ռուսական գործակալական ցանցը թե հետաքրքիր էր ուղղակի, ասենք ընդհանուր տենց ուզում եմ հասկանալ, սոցիալական ցանցեր լրատվականներ, չէ՞, ով հաղթեց, ասենք Իրանը հաղթեց, այնտեղ իրանական այդ բաներն են տալիս եւ այլն, ես նայում ես, ասում ես ինչ եք խոսում, ինչի մասին եք դուք խոսում, ասենք նախ հələ հարցը դա ավարտվելա թե չէ, սա շատ մեծ հարց է։ Երկրորդը, տեսեք, CNN-ը ցավոք սրտի, իդեպ ասեմ, այստեղ ես գիտեք շատ օբյեկտիվ եմ, բայց CNN-ը ջուր լցրեց թշնամական ուրեմն ռոպագանդայի վրա, ինչու, որովհետև ինքը տարածել էր, որ Դոնալդ Թրամփը ընդունել է այդ 10 կետերը, գիտեք, ասում եմ տարական տրամաբանություն կա, այդ 10 կետերը երբ որ կարդում ես, հասկանում կապիտուլյացիա է Ամերիկայի կողմից։ Այսինքն տրամաբանություն է, էլի, ասենք, եթե դու դա տալիս ես ուղղակի դրա համար էր կատաղել Թրամփը եւ ասես դատի կտամ, պետք է հետաքննություն սկսվի ձեր նկատմամբ, տեսնենք այդ ինչ նիգերիական աղբյուրից այդ ինչ բան եք վերցրել։ Ասեմ ձեզ, իրականում Իրանում էլ էր տարածվել նմանատիպ հայտարարություն, որ մենք հաղթել ենք եւ այլն։ Ոչ այդ աստիճան, իրանք հետո առանձին նաեւ տարածել էին այդ 10 կետերը, բայց ոչ այն հայտարարության մեջ ոնց որ բան, այսինքն իրենք ասել էին, որ ԱՄՆ-ն ընդունել է մեր 10 կետերը քննարկելը եւ սենց եւ այլն, մենք հաղթեցինք եւ այլն, բայց իրանց հայտարարության մեջ ներսում երկու նախադասությամբ տրված է, որ Հորմուզը բացվում է եւ այսպես շարունակ, հա։ Այսինքն փորձել էին տենց ոգին բարձրացնել, որտեղ հիմա իրանք վախում են սեփական ժողովրդից, դուք գիտեք։ Իհարկե, սուտ խոսելով իհարկե, եւ այդ առաջի անգամը չի որ մենք Իրանից լսում ենք։ Միշտ էլ այդ ամեն մի պարտություն իրենք անվանում են հաղթանակ, տոնում են եւ այլն, փողոց են դուրս գալիս, միանշանակ։ Այսինքն այս պահի դրությամբ ինչ ունենք մենք։ Մենք ունենք 15 կետ ամերիկյան պլանի, ընդ որում Իրանի օֆիցիալ հաղորդագրության մեջ, որը տարածել էր Արաքչին,
Նշվում է, որ իրանք ընդունել են ԱՄՆ 15 կետը բանակցելու առաջարկը։ Հետո ասում է դե քանի որ ԱՄՆ-ն էլ ասել է, որ մեր 10 կետ էլ ներկարանք քննարկենք, sense կողքից, դրա ավելի շատ գիտեք ինչ էր նման, արդարանալու էր նման, թե իրանք ինչի են գնում բանակցությունների, հասկանում եք։ Այսինքն ական հայտորեն Իրանի վիճակը լավ չի, մի քանի օր առաջ Արմեն, արիցենց ասեմ, ինձ թվում է Միացյալ Նահանգների վիճակն էլ լավ չի։ Ճայճի մեջ խրված վիճակում են։ Այո, դե հիմա, իդեմս Թրամփի ադմինիստրացիայի շատ հետաքրքիր հարց տվեցիք, այ եկեք երկրորդ մասում բացատրենք Թրամփի եւ Միացյալ Նահանգների տարբերությունը այստեղ, ինչ շահեց Թրամփը կամ ինչ պարտվեց Թրամփը, ինչ շահեց Միացյալ Նահանգները կամ ինչ կորցրեց Միացյալ Նահանգները եւ հնարավորությունները Իրանի հետ կապված։ Լավ։ Գովաստ կվերադառնանք ու կշարունակենք զրույցը Արմեն Չիբուրշյանին։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 cent։ Սենսացիա, Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Հա, իսկ դրամական փոխանցումները 1%-ով։ Կասեք, Աշոտ դա ուղարկել։ Սեյֆը այսօր էլի լցնելու, խոշորա լինելու։ Բոլոր մուտքերն ու ելքերը ինձնով են անցնում, բայց պիտի զգուշ լինեք, մաքուր աշխատեք, հետք չմնա։ Նույն սկզբունքով էլ պատն եք քանդելու։ Ծանոթացեք աղբորս հետ Ֆելոնը, սպորտսմեն է։ Դու մեդալով հետարի, ես էլ քեզ համար նոր բոթաս կանեմ։ 4 մետր երկարությամբ թռիչք պետք է աներ։ Հարցը ոնց են այնտեղ հայտնվել։ Սաղանեմ ծամեմ բնեմ բերանները, որ վերջում կծեն արա։ Պատը քանդելու համար մեզ 3.5 ժամա պետք։ Ոչ առաջին պատն է, ոչ էլ վերջին։ Բա պատալուկը։ Մեկ մի բանի վրա, ջուրը 2 շիշի տեղը 4 շիշ կվերկանեմ։ Ռիսկը շատ է կոլ, բավար բռնվենք։ Չենք բռնվի մի կռա։ Հետո ինչ-որ կերպ 34 սանտիմետր անցքով ներս ամտել ու 32 կիլոգրամ փող տարել։ Կամ գիժա, կամ էլ Чиновник. Преступники пробили потолок в хранилище Госбанка. Они ушли незамеченными и захватили с собой мешки с рублями. Սամանիչը սիրո համար եկա։ Արիթե եք հա տղեր ջան։ Ովքեր չեն հասկանում, ամեն կասիրի մանրամասն բացատրեք, որ սերիան նորաշրջանառում։ Օրիչը ոչ մեկ է մոտ չկա։ Մենակ նրանց մոտ։ Действуйте вне протокола, чтоб в кратчайшие сроки у меня были их имена. Եթե կարողանում ես հանգիստ քնել, ուրեմն խիղճդ քեզ հետ է, ոչ թե քոթ։ Իսկ եթե մի օր սխալվեմ։ Սխալից վախենալ պետք չի։ Суд խոսելուց պետք է վախենաս։ Это самое крупное ограбление в Советском Союзе։ Ֆիլմի ցուցադրությունը AGBU դահլիճում։ Տոմսերը ամրագրելու համար այցելեք armticket.com կայք։ Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering։ Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը վերլուծաբան Արմեն Չիբուրշյանի հետ խոսում ենք ամենատակ թեմայից օրվա Արմեն։ Այո, այստեղ տեսեք հիմա նախ միջև կներես, միջև բանը, ես ուզում եմ շատերը խառնում են այստեղ։ Սա ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ հրադադարի 2 շաբաթով էնել ընդամենը պայմանավորվել 2 շաբաթ չկրակել իրար վրա, սա դեռ խաղաղության պայմանագիր չի եւ շատ հեռու է դրանից։ Այո, ավելին ասեմ, այսօր Իրանը սպառնաց, որ դուրս կգա, եթե Հեզբալլահին չդադարեն ոչնչացնել իսրայելցիք, ընդ որում ասեմ ձեզ, սա էլ է խոսում են մասին, որտեղ 15 կետի մեջ կա, որ պետք է Հեզբալլահը վերանա։ Կա այդ կետը։ Հիմա ի՞նչ է նշանակում, որ իրենք ըստ էության
2 շաբաթ ժամանակ էին ուզում, որ Հեզբալլահը վերականգնվի, իրանք իրանց այդ ունեցած չունեցածը մի հատ նայեն, ինչքան կարան դիմանան, որտեղ ես ասացի մի քանի օր առաջ, որ ինսայթ կա, որ Փեզեշքյանը ասել է իրանց հեղափոխական terroristներին, որ մի շաբաթ, մի ամիս ժամանակ ունեն, չեն կարող ամիսից ավել չեն ձգի, որտեղ կատաստրոֆիկ վիճակ է տնտեսությունը, դե մենք խոսում ենք դերենիկ այդ տնտեսության մասին շատ ենք այստեղ խոսել, դե տնտեսություն չկա։ Դրամ արժեքազրկված։ Այո։ Երկրորդը ասում է լավ մարդ ասում է make no mistake, եթե ուզում է ուրեմն Ամերիկան ուզենա ոչնչացնել Իրանը քարեդար նետեր, դա կաներ։ Եվ շատ արագ։ Շատ արագ։ Ժորժ ջան, այս կատակ բան չի։ Այն ես սա դեռ քանի ամիս ասում եմ։ Ուրիշ է դրա բարոյական կողմը։ Այո, դա այլ հարց է, բայց որ տեխնիկապես կարող է դա անել, դրան եթե Չալմեքի մոտ ամեն ինչ լավ լիներ, իրանք չէին գնա այս հրադադարի։ Իրանք պահում էին Հորմուզի նեղուցը, իրանք ուզում էին վճար գանձեր։ Իմաստվորն էր ամերիկացիների հետ խոսելու։ Այն էլ ընդ որում հիմա Դոնալդ Թրամփը ասում ընդհանրապես չեմ քննարկելու իրանց 10 կետանոց ծրագիրը եւ ավելին ասեմ Ջերալդ Ֆորդը, որի գիտեք ամենամեծ ավիակիրն է աշխարհի, որի զուգարանը վնասվել էր, այսպես գիտեք, տարել էին Կիպրոսի ափերի մոտ, տեղը եկավ Բուշը, եթե չեմ սխալվում, Բուշը պիտի հասներ ուրեմն եւ հետա գնում հիմա տեղը եւ հիմա նորից զորքեր են կուտակվում դուք գիտեք որ գիշերը արդեն ասվել էր ասել եք B2 ռմբակոծիչներ B52-ները դուրս են եկել որ արդեն պետքա գործողությունը իրականացնեն նավթից զրկեին Իրանին նավթի այսինքն օբյեկտները ոչնչացնեին հոսանքից զրկեին Իրանին եւ նաեւ մի անգամ Թրամփը իդեպ ես սա ասել եմ նաեւ վաղուց որ ջրի թեմա կա շատ լուրջ եթե ջրի այո եւ Թրամփը մի անգամ ակնարկե բայց եթե ջուրն էլ վերացնեն այնտեղ Իրանից բան չի մնա որպեսզի հասկանաք այն Հայաստանում ոգևորվողներ կան գիտեք ինչ է պատմում ձեր ասում մեկ ասում է տեսակ ոնց Աբրահամ Լինկոլնը ոչնչացրեց Իրանը հասկանում եք абսուրդի աստիճանը հիմա ասենք ուզում ես ասես չի ոչնչացրել մտածում ես տրամադրությունը կգնի ասենք դե հիմա լավ բայց ինչ որ է ուրեմն իրոք ուժերը չափազանց անհավասար են այն ինչ որ այն քանի հազար քանի հատ տոննայանոց կամ 15 իրանց այդ GBU-ն 14000 կիլոգրամա 14 տոննայանոց ռումբ բերան ինչքան ռումբ նետեցին Իրանի վրա 13000 մենակ ամերիկացիներն են ոչնչացրել թիրախ մի 8-9 10000 էլ 20000-ից ավել թիրախ են ոչնչացրել դուք պատկերացնեք ինչա թափել այդ ամեն ինչը քանի տոննա բոմբա լցվել այդ օբյեկտների իրանց քանի շերտ ղեկավարություն ոչնչացվեց ու մեկ ինչ մարդիկ նստած ասում են Իրանը հաղթեց լուրջ եք ասում Ժորժ ջան մենք դեմ չենք եթե ասենք իրականում հաղթած լեր մենք եք ասենք հաղթելա բայց եկեք մի քիչ իրականություն ու տարբերություն հասկանանք էլի այդ կոնսպիրոլոգիաները այդ ռուսական իդեպ առաջինը գիտեք ով սկսեց տարածել ռուսական գործակալական ցանցը Հայաստանում որ Իրանը հաղթել է բայց հիմա Դոնալդ Թրամփը պահանջում է միջուկային ասես փոշուց կմաքրենք կմտնենք մենք կվերցնենք այդ ուրանը հիմա արդեն գրառմամբ ասեց որ պետք է մտնեն վերցնեն զուգահեռաբար սպառնած նրանց ովքեր հիմա այս ընթացքում երկու շաբաթվա ընթացքում կսկսեն Իրանին ինչ որ օգնություն ցույց տալ զինել կամ Իրանից ինչ որ բան առնել ուրեմն 50% ասեց կավելացնեմ տարիֆները այսինքն սպառնած որ այս երկու շաբաթվա ընթացքում Չինաստանվան ոչ մեկ չթփրտա եւ այսպես շարունակ ես ասեմ ձեզ շատ նմանա որ կարողա վերականգնվի որովհետեւ Թրամփը մի պահ բլեֆի խաղ էր գնում ես ձեզ ասեմ Տեսեք Թրամփը այն օր ասեց ինձ ասում են դու պլան չունես դու ասեց ոչ չեմ կանգնելու ասեմ 947 եմ անելու ես ասեցի պլան ունեմ Արմեն այս կապակցությամբ ես մի հարց ունեմ հիմա եթե չփոխվի վարչակազմը Իրանում ես չեմ կարծում որ ինչ որ խաղաղության հասնելու հնարավորություն կա այս վարչակազմով Տեսեք այստեղ խնդրեմը հենց Թրամփի եւ իսրայելցիների միջը իմ մոտ տպավորությունն է որ Թրամփը թքած ունի դեմոկրատիայի վրա Թրամփը իհարկե Թրամփը ինքը ուզում է Դելսի Ռոդրիգեսական հարմարություն հենց այդ է որտեվ Իրան հարմար չեն այդ ծայրահեղ մուսուլմանները իրանց իդեոլոգիայով ամեն ինչով խանգարում են դրա համար ինքը կուզենա որ փոխվի որ իրան հեշտ լինի այդ ամեն ինչը գրավելու եթե այաթոլան համաձայնվեր իր այդ համագործակցությամբ այո ինքը կհամաձայնի բայց այսքանը մենք հասկանում ենք որ իրենք երբեք դա չեն անի այդքանից հետո այլ հարց է բայց տեսեք սա հիմնական հակասությունն է տեսեք Իսրայելը Նեթանյահուն պրոբլեմ ունի դրա հետ Նեթանյահուն ասում է իրանց հետ չի կարելի որևէ դեպքում գործարք կնքել իսկ Թրամփը ասում է դա իմ գործն է ես ինչ կանեմ ասենք եւ Իսրայելը աշխատում է կոնֆլիկտի մեջ չմտնի այստեղ շատ տարբեր բաներ են բայց եկեք մի բան հասկանանք որ ռեալ Իսրայելը շատ տեսեք մենք հիմա հիմնականում կենտրոնացել ենք ամերիկյան գործողությունների վրա բայց ես ասեմ իրականում իսրայելցիները
կարևորագույն թիրախների շարք ունեին, իրանք աշխատեցին, դա անգամ վերջին օրը իրանք շարունակում էին եւ կամուրջներ ոչնչացնել եւ ստրատեգիական օբյեկտներ խփել, իսկ դե Մոսադը պատկերացնում եք ոնց էր աշխատել, հատիկ թիրախներ, իրանք իրենց գործը արեցին մի խոսքով։ Ամերիկացիք ավելի երևացող մասն էին ապահովում, ավելի, այսպես ասեմ, չերևացող, բայց շատ ավելի կարևոր գործը անում էր իսրայելական օդուժը։ Ընդ որում մի հետաքրքիր բան էլ ասեմ, նկատեք, քանի ինքնաթիռ կորցրեց Միացյալ Նահանգները եւ քանի 1 թե 2։ Չէ, դե ընդհանուր որ friendly fire-ով բանով 7 ինքնաթիռի մասին է խոսքը։ Քանի ինքնաթիռ կորցրեց Իսրայելը։ Գաղափար չունեմ։ Ոչ մի։ Իրանցիները չկարողացան ոչ friendly fire-ի ոչ բանի արդյունքում ես տեղեկություն չունեմ, որ Իսրայելը ինքնաթիռ է կորցրել։ Բոլոր դեպքերում այս երկու շաբաթյա հրադադարի համաձայնությունը զարգացումներ կլինեն հələ, այո, բայց բան համարում ես քայլ առաջ գոնե։ Քայլ առաջ համարում եմ, տեսնենք հիմա նավթի գների հետ ինչ կլինի, բայց այդուամենայնիվ մի տեսակ տպավորություն ունեմ, որ դեռ չի ավարտվել։ Ես էլ։ Շնորհակալություն Արմեն, այսօրվա համար այսքանը, կհանդիպենք վաղը։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։